Հարգելի գործընկերներ, օրակարգը ձեզ բաժանված է մեր 11-րդ նիստի, ովքեր են կողմ օրակարգին։ Օրակարգի հետ կապված մինչև 3 առաջին նախագծի Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված նախատեսվել է պաշտպանության նախարարի մասնակցությունը, ինչ որ Այդ հարցը ես տվել եմ փոխնախարարին, որովհետև ես էլ ակնկալում որ պետք է նախարարը մասնակցի, սա կարևորագույն օրենք է, բայց գիտեք, որ վերջին շրջանում պաշտպանության նախարարը վատառողջ էր եւ ինչպես ներկայացրեց փոխնախարարը նման է, որտեղ առողջական խնդիրը սուր էր եւ կարծում եմ որ մեզ դա պետքա չշեղի, սարս այնքան կարեւոր է որ մենք պետքա մանրամասն քննարկենք։ Ցանկալի կլներ հետո երևի հանձնաժապով այս իրավիճակի երկրորդ հարցը, նայեք նախագիծը Հայկ Սարգսյանի ներկայացրածն է օրակարգում։ Կա նաեւ կառավարության կողմից առաջարկներ։ Ման հասկանալի է Հայկ Սարգսյանը ընդունել է այդ առաջարկները, թե երկրորդ ընթերցման տարբերակում է, որ մենք հնարավորություն կունենանք նախագծի հեղինակին այդ հարցերը ուղենք, ստանանք պատասխան եւ մեր քննարկումը ես կարծում եմ բովանդակային առումով լինելու է շատ մանրամասն, որպեսզի քվեարկելուց առաջ մեր մոտ որևէ հարց չառաջանա։ Եվ սա ասեմ ձեզ, որ այս հարցը ըստ օրակարգային ընթացակարգերի տարբեր տեղ է քննարկվել, նաև քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայում է քննարկվել եւ այստեղ մենք մանրամասն այնտեղ են քննարկում ունեցել եւ այն քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը ինքը նաև մասնակցել է։ Ինչ որ է, մենք օրակարգ եկեք հաստատենք, սկսենք աշխատել օրակարգի, հա, հերթականությամբ եւ շարժվենք կանոնակարգ օրենքի պահանջներով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։